Էքսպո 2025 Օսակա Կանսայ Ճապոնիա համաշխարհային ցուցահանդեսը կրկին միավորել է աշխարհի ամենապայծառ գաղափարները։ Ճապոնիայում մոտ 160 երկիր ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ռոբոտաշինության, վերականգնվող էներգետիկայի եւ այլ ոլորտներում իր նորարարությունները։ Հայաստանն այս տարի կրկին ներկայացված է ցուցահանդեսին, մեկնարկին մասնակցել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարը։ Օսակա 2025-ը դա երկրներին, այդ թվում նաև Հայաստանին հնարավորություն է տալիս ներկայանալ, թե ով ենք մենք, ուր ենք ուզում գնանք եւ ինչպես ենք գնում։ Միջազգային ամենանշանավոր ցուցահանդեսին Հայաստանը մասնակցում է այսօրվա եւ վաղվա սյուները խորագրով առանձին նորարարական տաղավարով։ Մեկնարկից ի վեր մեր տաղավարն այցելուների պակաս չունի։ Կրթություն, թվային տնտեսություն, հարմար ներդրումային միջավայր, լավ հնարավորություններ եւ իհարկե խաղաղության խաչմերուկ, որը պետք է ծառայի որպես միջոց ապրանքները արևմուտքից արևելք, արևելքից արևմուտք, հյուսիսից հարավ եւ հարավից հյուսիս անխոչնդոտ, արագ եւ տնտեսապես նպատակահարմար եղանակով փոխանցելու համար։ Իհարկե մենք ներկայանում ենք նաեւ մեր պատմությամբ, մենք ներկայանում ենք մեր մշակույթով, մեր ինքնությամբ, մեր պետությամբ։ Ներկայացված են կառավարության մեգանախագծերից ինժեներական եւ ակադեմիական քաղաքները, Գյումրիի Չորնավահանգիստը, տրանսպորտային հնարավորությունները։ Ներկայացրել ենք երկաթուղային հնարավորությունները, ավտոճանապարհային հնարավորությունները, մասնավորապես հյուսիս-հարավ ճանապարհը, ներկայացրել ենք, թե ինչպես կարող է իրանական, ադրբեջանական, ռուսական, թուրքական, վրացական երկաթուղիները կապվել Հայաստանի միջոցով եւ ըստ էության այդ բոլոր երկաթուղիները կապվել դրանով իրար եւ դառնալ արագ, անվտանգ եւ տնտեսապես արդյունավետ տրանսպորտային հանգույց, ներկայացրել ենք մեր օդային տրանսպորտի հնարավորությունները։ Միջազգային հարթակում ներկայացվում է նաև Հայաստանի տնտեսական բարենպաստ միջավայրն ու ներդրումային հնարավորությունները։ Ինչպիսի մակրոտնտեսական արդյունքներ եւ ցուցանիշներ ենք մենք արձանագրել վերջին տարիներին, ինչպիսի հարմարավետ պայմաններ ենք մենք առաջարկում մեր ներքին եւ օտարերկրյա ներդրողներին եւ ինչպիսի գործիքակազմեր կան ազատ տնտեսական գոտիներ։ Հայկական տաղավար այցելողներին պատմում են նաև մեր երկրի զբոսաշրջային ուղղությունների մասին։ Բոլորին դա հետաքրքիր էր, որ Հայաստանում բոլոր 4 եղանակները շատ ընդգծված են եւ բոլոր 4 եղանակներին այցելելու եւ Հայաստան տեսնելու յուրահատուկ առիթներ գոյություն ունեն եւ դրանք չեն կրկնվում։ Այսինքն, երբ դու գալիս ես ձմռանը կարող ես բոլորովին այլ զբոսաշրջային արդյունքներ տեսնել, զբոսաշրջային ակտիվներ տեսնել եւ զբոսաշրջային բոլորովին այլ միջավայրում լինել, ամռանը բոլորովին այլ, գարնանը բոլորովին այլ, աշնանը բոլորովին այլ եւ սա շատ առանձնահատուկ կարևորություն ունեցող հանգամանքեր։ Ցուցահանդեսում ներկայացված են Հայաստանի տեսլականը կրթության ապագայի վերաբերյալ կրթական նորարարական նախաձեռնությունները, ՔՈԱՖ, Արմաթ, Թումոյի միջազգային ցանցը, հատկապես Թումո Գունմա կենտրոնը, որը կբացվի Ճապոնիայի Տակասակի քաղաքում հունիսի 1-ին, որպես Հայաստանում ստեղծված կրթական ծրագրի արտահանման օրինակ։ Առանձին ուշադրություն ենք դարձրել Թումոյին եւ Թումոն որպես կրթության առաջմղման կարևոր գործոն եւ գործիք եւ Թումոն նաեւ Օսակայի շրջանակներում արտահանում է իր ծառայությունները, կրթական ծառայությունները եւ Ճապոնիայում է նոր կրթական կենտրոն բացում եւ մտադիր ենք այս բրենդը եւ այս կրթական ծառայությունը ամբողջ աշխարհով մեկ տարածվել։ Իդեպ Հայաստանի տաղավարը էկոնոմիկայի նախարարության եւ Թումոյի համատեղ նախագիծն է։ 6 ամիս տևող ցուցահանդեսին սպասում են մոտ 28 միլիոն այցելուի։ Պրիր Մկրտչյան, Արտակ Գևորգյան, լուրեր։